Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի պատգամավորական իր մանդատը։ Մանդատ վայր դնելու խնդիրը ես չեմ համարում, որ դա մեկ կամ երկու, առավել ևս մեկ մարդու անձնական որոշման խնդիր է, դա կարող է տեղի ունենալ իմ պատկերացման բացառապես քաղաքական թիմի հետ քննարկման եւ քաղաքական լուրջ վճռի արդյունքում կամ քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում եւ այս պահի դրությամբ ասում եմ, որ նման որոշում չկա եւ նման բանալություն չի եղել։ Մեկնաբանելով օրեր առաջ ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե իր եւ Ազատ դեմոկրատների նախագահի միջև եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեն, ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրեց, թե դա թյուրըմբռնման արդյունք է։ Ինքը գաղափարը լավ գաղափար է, երիտասարդների մուտքը խորհրդանապահովելը, դրա մասին չէ խոսքը եւ դա իմ պատկերացմամբ եղել է թյուրըմբռնում այդ հայտարարությունը, միգուցե նաեւ իմ գործընկերոջ կողմից ակնկալիք է եղել, որ ես էլ կարող եմ գնալ նման քայլի, կարճաժամկետ քաղաքականություն չեն վարում եւ այդ առումով ես ասում եմ այն, ինչ ես պատկերացրել եմ, ինչը ես տեսել եմ, ինչը ես հաստում եմ։ Այսինքն նման պայմանավորվածություն դուք ասացիք, որ չի եղել, ինքն էլ ընդունել, որ նման պայմանավորվածություն մեր միջև չի եղել։ Նա հավաստիացրեց, որ իրենց եւ ժառանգություն կուսակցության համագործակցությունը շարունակվելու է եւ առաջիկա նախագահական ընտրություններում Ռաֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կսատարի նրա թեկնածությունը։ Այո, մենք կսատարենք Ռաֆի Հովհաննիսյանի թեկնածությունը եւ կաջակցենք մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կոշտ գնահատականներից համապատասխան մարմինները պետք է հետևություններ անեն։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Նշենք, որ երեկ ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր Ջոն Հեֆերնին։ Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև Վարդան Օսկանյանի շուրջ վերջին զարգացումներին։ Ծառուկյանը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործը անաչառ քննություն ունենա եւ կայացվի օբյեկտիվ որոշում։ Կարծում եք ինչ-որ արձագանք կգտնի այնուամենայնիվ դեսպանի այդ կոշտ հայտարարությունը։ Կարծում եմ հայտարարության մեջ դեսպանի կողմից ներկայացված փաստարկների հասցեատերերը կտեսնեն իրենց եւ ամեն դեպքում հույս եմ հայտնում, որ իրականում ինչպես նաեւ այլ մարմինների, այնպես էլ դեսպանի կոչը տեղ կհասնի եւ իրականում տեղի կունենա արդարացի քննություն գործի։ Ինչ է ակնկալում պարոն Ծառուկյանը, որ ազգային անվտանգության ծառայությունը ընդհանրապես այս գործը կարճի, ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի, Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության, այնպես էլ կարծում եմ բոլոր կուսակիցների, իհարկե Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բոլորի ակնկալիքը մեկն է, որպեսզի լինի արդարացի քննություն եւ ապացուցվի Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը։ Սամվել Բալասանյանն այսօր ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, ի դեպ հենց ծննդյան օրը։ Քաղաքապետարանի աշխատակազմին նրանց, ովքեր դիմում չէին գրելու Վարդան Ղուկասյանի հետ չէին հեռացել, ներկայացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը։ Հաշվի առնելով, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սահմանված ժամկետից շուտ հրաժարական է տվել, այդ իսկ կապակցությամբ նորընտիր քաղաքապետը ստանձնում է իր պարտականությունները։ Եկեք բոլորս միասին շնորհավորենք պարոն Սամվել Բալասանյանին։ Ներկայացման այսպես ասած հանդիսավոր արարողությունը քաղաքապետի աշխատասենյակում անցկացվեց։ Ի դեպ աշխատասենյակի պատին մնացել էր միայն Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Նախահավաքվածներին զարմացրեց ներկա լրագրողների թիվը։ Պարոն Բալասանյան, իրանք հատուկ են այսօր այսքան շատ եկել, որ քաշ կվախեցնեն, չվախենաս։ Ես վախեցողներից չեմ։ Որ գյումրեցի վախենում, որ դու վախենաս։ Աշոտ Գիզիրյանի կարծիքով ժամկետից շուտ Վարդան Ղուկասյանի պաշտոնից հեռանալը ճիշտ որոշում էր։ Չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանին որից է մեկը պարտադրել է կամ ինչ որտեղ դաժե ուղղորդել է, որ պետք է նա հրաժարական տա։ Եվ ասեմ քեզ, որ պարոն Ղուկասյանը ճիշտ արել։ Ճիշտ արել։ Արդեն իսկ կա նորընտիր քաղաքապետ, որը պետք է ասնի իր պարտականությունից, պարոն Ղուկասյանը որոշել է մի ամիս էլ ավել հանգստանա, ինչ է։
Ես այդպես եմ կարծում։ Իդեպ Աշոտ Գիզիրյանը մի հետաքրքիր հայտարարություն արեց։ Տարածաշրջանում, երբ որ վրացիները գլուխ են գովում, որ իրենց մոտ հանգիստ մթնոլորտում իշխանափոխություն եղավ, պետք է նշեմ, որ դա այստեղից սկսվեց, այս քաղաքից։ Եվ մեզ բոլորիս հանգիստ մթնոլորտը, առողջ մթնոլորտը պետք է։ Եվ կփորձեմ այս սահմանված ժամկետները, որը կա 4 տարիների ընթացքում, անել հնարավորը բոլոր տեսակի խնդիրները լուծելու համար։ Ստեղծվելու է հանձնաժողով, կհասկանանք ինչ ունենք քաղաքում եւ ինչ ենք անելու։ Ասում եմ կարող է մի հատ գծիկ է, այդ գծիկը պետք է քանդենք, տեսնենք ինչ ունենք, ինչ պակասներ ունենք։ Լրագրողներից մեկի հարցին թե ռևիզիա է կանելու, Սամվել Բալասանյանը այսպես արձագանքեց. Ռևիզիա չի կարելի անվանել, որովհետեւ ես ռևիզոր չեմ։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը պետական միջոցների գրեթե 600 միլիոն դրամից չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր է հայտնաբերել առողջապահության նախարարությունում, որոնք կատարվել են նախկին նախարար Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Այսօր այդ մասին հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը, վարչապետի վերահսկողական ծառայության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Օրինակ 2009-10 թվականների ընթացքում նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել Քսելոդա տեսակի դեղորայք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի համար, եւ այդ դեղորայքի մեկ դեղահատի գնման արժեքը եղել է 1875 դրամ, մինչդեռ նշված ուռուցքաբանական կենտրոնը մեկ դեղահատի համար վճարել է 1167 դրամ, այսինքն անհամեմատ ավելի քիչ։ Այսինքն ինչ է ստացվում, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կենտրոնացած կարգով ձեռք բերված գինը էականորեն բարձր է, քան հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գինն է։ Ըստ Ղարիբյանի միայն այդ մեկ դեղորայքի գնման հետևանքով պետական բյուջեն կատարել է ավելի քան 84 միլիոն դրամի չհիմնավորված գնումներ։ Սոնա Ղարիբյանը բերեց եւս մեկ օրինակ, երբ այս տարվա փետրվարին առողջապահության նախարարությունը 4 կազմակերպություններից գնել է 8 անուն դեղ, որոնց համար վճարել է 362 միլիոն դրամ ավելի գումար, քան եթե այդ դեղերը նույնքան ծավալով նա գներ շուկայից։ Առհասարակ կցանկանայի, որպեսզի ոչ միայն ստուգումները պարբերաբար, այլ առհասարակ վերահսկողությունը եւ ցանկացած պետական գործառույթի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում միշտ լինի պատշաճ, միշտ իրականացվի ամբողջ ժամանակահատվածում անկախ որևէ իրադարձություններից քաղաքական կամ այլ բնույթի։ Վերադառնանք սակայն առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը զեկուցեց, թե առողջապահության ոլորտում անցած ամիս իրականացված ստուգումները ցույց են տվել, որ բուժ հաստատությունները խուսափում են կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Բացի այդ, բուժ հաստատությունները ցույց չեն տալիս իրենց մոտ վճարվող իրական աշխատավարձերը, որպեսզի դրանից բխող հարկերը քիչ վճարեն։ Մենք այդ գործիքին չենք ուզում այսօր դիպչել, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավորենք էապես կրճատել ստերայնությունը։ Հիմա հարկային մտրակը երբ իջնի համակարգի վրա, գրքի, բնականաբար տեղի կունենան ծառայությունների գների աճ։ Այսօր բնապահպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի ներկայացուցիչներն ու բնապահպան ակտիվիստները։ Նրանք պահանջում էին դադարեցնել Գետահովիտ համայնքում Պաղջուր վտակի վրա կառուցվող հեկի լայնածավալ շինարարությունը, որն արդեն իսկ վնաս է հասցրել համայնքին եւ բնությանը։ Մեր բողոքը մեր բնություն չփչացնեն, թող մենք շնորհով ապրենք, ուրիշ ոչ մի բան։ Շատ մեծ վնաս ասում, եւ բնությանը, եւ կենթանական, եւ բուսական, եւ մեծ։ Մենք չենք կարող մենասուն տանենք ջուր տալ։ Գյուղի հերնանից վելա։ Գետը մաքուր փակած է։ Զուկը չի կարող աշխատի այդ գետը։ Բնությունը վերանում է։ Առանց համայնքի համաձայնության ինչ ուզում են անում են։ Շատ անգամ ենք նշանակել։ Ու չեն կարող մենք սա դիշերցերեք նստենք այնտեղ։ Ջարանջի չեն կարողանում ապրեն։ Մեր վերքա ցանելա, վարելա, ուտի օգտվենք էլի ջրով։ Չկա, սա այդ գիներ չորա, ծառերը, բանա, սա ծառերը չորանում ախ չանում։ Մի բան էլա չի կատարում։
Դարեն ոչ բերք լինում, ոչ բան, պետք է ջուրն եղնի, որ ջրվի, բերքը լինի ուրին։ Բնապահպան ակտիվիստները երեկ այցելել էին Գետահովիտ համայնք։ Բնապահպան Եղիա Ներսիսյանը ասում է, որ այնտեղ աշխատում է 10 ծանր շինտեխնիկա։ Շինարարական աշխատանքների պատճառով առաջացել են սողանքներ, արմատախիլ արվել ծառեր։ Բացի այդ, հարակից տարածքում է գտնվում նաև արչաթխլենիների արգելավայրը։ Վնասները անգնահատելի է։ Եթե թրջկանում 2 հատ խողովակ էր գցած եւ մի փոքր լանդշաֆտ էր ավիրված, այստեղ մոտավորապես 25 կիլոմետր ավիրել են եւ պատկերացեք այդքան հապրկած են, որ ծառերը չեն կտրում։ Ծառերը բարձրապես տրակտորներով գցում են ձորը եւ այդպես մեծ մոտ Բաղրամյանի փողոցի լայնությամբ ճանապարհ են բացել եւ ոչ մի պատասխանատվության ենթարկություն։ Սարսափելի վիճակ, ամբողջ լանդշաֆտը ավիրված է, արդեն սողանքային 3 տեղ հետքեր, ջաքեր ամբողջ լանդշաֆտի վրա, որ նայեք ակնհայտ երևում է։ Նույնիսկ լաստիվերի ջրվեժը արդեն վնասվել է։ Գետահովտի բնակիչ Արտուր Ավագյանը պնդում է, որ շինարարությունը օրինական չէ, քանի որ շինարարական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթում ասվում է, թե հեկը կառուցվում է Ենոքավան համայնքի տարածքում։ Գյուղապետն էլ իր համաձայնությունն է տվել, մինչդեռ 1 ամիս առաջ գյուղապետը փաստաթուղթ է ներկայացրել, որի համաձայն տարածքը պատկանում է Գետահովիտ գյուղին եւ ոչ թե Ենոքավանին։ Այդ տարածքը Ենոքավանին չի պատկանում նշանակ, պլյուս դրան այն մարդիկ գիտակցելով իրենց վարչական տարածք չի, նախկինում իրենց տված թույլտվությունները անվավեր են համարել, տարածքը ամբողջությամբ պատկանում է Գետահովիտ համայնքում։ Մի փոքր հատվածներ կա, որ առնչվում է նրանց տարածքի հետ, այդ ընդհանուր տարածքի երևի կարելի ասել 3-4%։ Բնապահպաններին եւ համայնքի ներկայացուցիչներին ընդունեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նախարարը լսելով գետահովիցիների դժգոհությունները, ինչպես նաեւ տեղեկանալով փաստաթղթերի ու շինարարության թույլտվության հետ կապված խնդիրներին, հանձնարարականներ տվեց։ Ուրեմն հիմա տեսչությանը ուղղակի հանձնարարում ենք աշխատակազմի ղեկավարին ստեղծել աշխատանքային խումբ այսօրվա նաեւ քննարկման արդյունքում ամբողջ գործընթացը ուսումնասիրելու համար։ Երկրորդը շինարարին խստագույնս հիմա ասում եմ, իմացեք, որ հետո էլ այդպես լինի։ Եթե դուք որևէ խախտումներ եք թույլ տվել, որը ունեցել է հետևանքներ, ես դրա համար ձեզ օրենքով սահմանված կարգով ենթարկելու եմ պատասխանատվության։ Ուրեմն կառուցապատողին առաջարկում եմ, որ այսօրվանից դադարեցնել իրենց աշխատանքները։ Ակտիվիստները նախարարի հետ հանդիպումից հետո նշեցին, որ առայժմ արդյունքներից գոհ են, իսկ ավելի կոնկրետ կխոսեն 10-օրյա ժամկետից հետո։ Թուրքիայի օդուժի F-16 մարտական ինքնաթիռները Դամասկոս ուղևորվող ռուսական քաղաքացիական օդանավին երեկ պարտադրել են վայրէջք կատարել Անկարայում։ Ռուսական կողմը բացատրություն է պահանջել, ինչին ի պատասխան թուրքերն ասել են, թե երկրյան վտանգության կառույցները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Airbus 320 օդանավում կարող են լինել նաև ծանր զենք եւ զինամթերք Սիրիայի նախագահ Բաշար al-Ասադի վարչակարգի համար։ 180 ուղևորի համար նախատեսված օդանավում եղել են ընդամենը 2 օդաչու եւ 35 ուղևոր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ օդանավը զննած մասնագետները հայտնաբերել եւ արգրավել են ռազմական կապի սարքավորումներ եւ հրթիռների բաղադրիչներ։ Մոսկվան պաշտոնապես բողոք է հայտնել։ Զննումը ավարտելուց հետո թուրքերը Airbus 320-ին թույլ են տվել մեկնել Դամասկոս։ Մենք կփորձենք մեր լավագույն խաղը ցուցադրել։ Մեզ լավ խաղալու համար նաև բախտ է պետք։ Այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Իտալիայի հետ առաջին խաղին հավաքականը երկար է պատրաստվել։ Մեծ պետքատոն սարքենք այս ֆուտբոլը այսօր մեր ժողովրդի համար։ Բարձա խաղում ենք մեր երկրպագուների առաջ ձգտելու ենք հաղթանակի։ Անպայման այդ հոգով ենք մտնելու դաշտ։ Իդեպ մարզադաշտում հատուկ այս խաղի համար շինարարական աշխատանքներ էին տարվել, մասնավորապես լրիվությամբ փոխվել է խոտածածկը։ Խոսելով մեր հավաքականի ընտրած խաղաոճի մասին, մարզիչը ասաց, որ երկար ժամանակ հետևել է մրցակցի խաղերին, հատկապես ուսումնասիրել է Բուլղարիա-Իտալիա խաղը։ Նրա խոսքով փորձելու ենք հնարավորինս բալանսավորված խաղ ցուցադրել։ Առիթի դեպքում հարձակվելու ենք, հարկ եղած դեպքում պաշտպանվելու։ Ես ընդունում եմ այն քննադատությունը, որ հիմա իրոք մեր թիմը այն ֆուտբոլը չի ցույց տալիս գրավիչ, ոնց որ անցած տարի ու ինձ թվում է դա է հիմա մեր թիմին պակասում, խաղալ ավելի գրավիչ, ավելի ստեղծագործ։
Խոսելով հավանական արդյունքից Վարդան Մինասյանը նշեց, որ հավաքականի անցկացրած վերջին 2 խաղը մտածելու առիթներ է տվել։ Նրա խոսքով մեզ մոտ չէր ստացվում հարձակման գծի խաղը, իսկ մեր դարպասին շատ քիչ հարված է եղել։ Հիշեցնեմ, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրի Հայաստան-Իտալիա հանդիպումը կմեկնարկի վաղը ժամը 21:00-ին Հրազդան մարզադաշտում։